Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, եկեք այսօր խոսենք ծնող մասնագետ համագործակցության կարևորության մասին։ Պատկերացրեք, որ դուք դիմել եք որևէ մասնագետի աջակցություն ստանալու համար։ Օրինակ, երեխայի մոտ նկատել եք խոսակցական որևէ խնդիր, դիմել եք լոգոպեդի, հոգեբանի աջակցություն ստանալու համար եւ այլն։ Նախ եւ առաջ, ինչ պետք է իմանաք հոգեբանի, լոգոպեդի, այլ մասնագետի աշխատանքի վերաբերյալ, ինչպես կարող եք ինքներդ նախապատրաստվել այդ աշխատանքին եւ նախապատրաստել նաեւ երեխային։ Մի քանի կարևոր սկզբունքի մասին խոսենք ավելի համառոտ։ Եվ այսպես դուք որոշել եք ձեր երեխային տանել հոգեբանի մոտ մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով։ Երբեմն ծնողները բացասական լույսի ներքո են ներկայացնում այդ ամենը, ասում են երեխային, որ նա իրեն շատ չար է պահում կամ որևէ խնդիր ունի, այդ պատճառով տանում են հոգեբանի մոտ կամ այ կտեսնես, կտանենք հոգեբանի մոտ եւ նա քեզնից մարդ կստեղծի։ Ու նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք իրականում երեխային արդեն իսկ բացասական տրամադրվածություն են տալիս մասնագետի նկատմամբ։ Դրա փոխարեն դուք կարող եք երեխային բացատրել, որ այս պահին դուք տանում եք իրեն օրինակ մասնագետի մոտ, որպեսզի մասնագետը կարողանա իրեն օգնել, որպեսզի նա կարողանա ավելի հեշտ հասկանալ իր սեփական հույզերը, սեփական ցանկությունները, պատկերացնել, թե ինչ է իր հետ կատարվում, ինչ կարող է անել, որպեսզի տրամադրությունը բարձրանա, անկճվածությունն անցնի եւ նմանատիպ շատ այլ փաստարկներ։ Կարևոր է, որպեսզի մասնագետին դիմելուց դուք լինեք հնարավորինս անկեղծ։ Հարգելի ծնողներ, մեր աշխատանքային գործունեության ընթացքում շատ են հանդիպում դեպքեր, երբ ծնողները գալիս են մասնագետի մոտ, բայց իրականում չեն ասում անկեղծորեն այն ամենը, ինչ ընտանիքի ներսում տեղի է ունենում, իսկ դա բնականաբար խոչընդոտում է աշխատանքի լիարժեք լինելուն։ Լավ մասնագետը անմիջապես հասկանում է, որ կա որոշակի խնդիր, բայց ամեն անգամ, երբ ծնողը այդ խնդիրը կոծկում է, մասնագետի համար դժվար է լինում ճիշտ տարբերակներ գտնել, որպեսզի խնդրի լուծումը ավելի արագ լինի։ Եվ այսպես պատկերացրեք, որ դուք գնացել եք բժշկի մոտ, օրինակ գնացել եք սրտաբանի մոտ, բայց սրտաբանին ասում եք, որ ձեր սիրտն ընդհանրապես խնդիր չունի եւ չի ցավում։ Նման դեպքերում ինչպես կարող է մասնագետը ձեզ օգնել, ինչպես կարող է բուժման ճիշտ տարբերակ ընտրել, դեղեր ընտրել եւ այլն։ Դրա համար շատ կարևոր է, որ լինեք ազնիվ։ Իհարկե հասկանալի է ձեր մտավախությունը։ Շատերին թվում է, որ եթե լիարժեք անկեղծ գտնվեն, պատմեն իրենց ընտանեկան խնդիրների մասին, մասնագետը երրորդ անձի կփոխանցի այդ տեղեկատվությունը։ Բայց շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ հոգեբանի մասնագիտության առաջնային սկզբունքը գաղտնիության պահպանումն է։ Եվ ոչ մի դեպքում մասնագետն իրավունք չունի ձեր ընտանեկան որևէ իրավիճակի խնդրի մասին բարձրաձայնել կամ այդ տեղեկատվությունը փոխանցել երրորդ անձի։ Անկախ նրանից, թե այդ երրորդ անձը կլինի ձեր մտերիմ բարեկամը, հարազատը կամ այլ ինչ-որ անձնավորություն։ Բայց այստեղ ուզում ենք նշել մի կարևոր նրբություն։ Երբ օրինակ ձեր բացակայության ընթացքում երեխան մասնագետի մոտ է գտնվում, հետո աշխատանքի ավարտից հետո պետք չէ երեխային հարցախեղ տանել, փորձելով ճշտել, թե կոնկրետ ինչ խոսեցին մասնագետի հետ, ինչ հարցեր տվեց մասնագետը, երեխան ինչ պատասխաններ տվեց, որովհետև շատ դեպքերում երեխաները մասնագետի սենյակում ավելի անկեղծ ու անկաշկանդ են լինում, քան ընտանիքի ներսում հարազատների հետ։ Իսկ գիտեք, թե ինչու է դա այդպես, որովհետև մասնագետը երբեք չի քննադատում կամ չի քննարկում ձեր կամ ձեր երեխայի արարքը։ Ի տարբերություն մեծահասակների, որոնք մշտապես իրենց հեղինակավոր կարծիքն արտահայտում են եւ շատ հաճախ այդ կարծիքը բացասական լույսի ներքո են հայտնում։ Դրա համար երեխաները շատ ավելի անկաշկանդ ու ազնիվ են գտնվում մասնագետի սենյակում։ Եվ ինչպես մենք հաճախ ենք ասում, շատ կարևոր է, որպեսզի դուք ձեր երեխաների վստահությունը ձեռք բերեք առաջնահերթ իրենց չքննադատելու միջոցով։ Մեծահասակները եւս վախենում են քննադատությունից,
Դրա համար բնական է, որ դուք ամեն անգամ մտավախություն եք ունենում մասնագետի մոտ անկեղծանալուց։ Ենթադրում եք, որ միգուցե մասնագետը ձեր արարքների մեջ կգտնի որևէ խնդիրներ, ներքուստ կդատապարտի ձեզ եւ այլն, բայց իրականում, ինչպես արդեն ասվեց, մասնագետը երբեք չի դատապարտում ձեզ որևէ արարքի համար, որովհետեւ դուք իրականում ձեր ցանկացած արարք անում եք այստեղ եւ հիմա այդ իրավիճակից ելնելով։ Շատ հավանական է, որ հետագայում երբ ետ նայեք, հասկանաք, որ ձեր վարքագիծը իրականում տեղին չէր, լավ չէր, կարելի էր այլ կերպ վարվել, բայց քանի որ իրավիճակը ձեզ դրդել է այդ արարքին, դուք այսպես ասած այլընտրանք չունեիք տվյալ պահին։ Այսպիսով վերադառնանք կարևոր կետերին եւ նշեմ եւս մի կարևոր կետ, որը պետք է պարտադիր պահպանվի մասնագիտական աջակցություն ստանալու ընթացքում։ Շատ կարևոր է, որպեսզի դուք մշտապես կապի մեջ լինեք մասնագետի հետ եւ օրինակ, եթե մասնագետը տալիս է որոշակի ցուցումներ ընտանեկան միջավայրում երեխայի հետ վերաբերմունքի հետ կապված, այդ ցուցումները պարտադիր պետք է պահպանվեն։ Օրինակ, երբ մի քանի օրվա ընթացքում մասնագետը որոշակի տեղեկատվություն է հավաքել ձեր երեխայի խնդրի հետ կապված, առանձնահատկության հետ կապված եւ ձեզ տալիս է ցուցում, որպեսզի հնարավորինս երեխայի կամակորություններին չենթարկվեք ու դա անեք ընտանիքի բոլոր անդամների հետ միասին, որպեսզի մասնագետի կատարած աշխատանքն արդյունավետ լինի, ամբողջ ընտանիքը պետք է ներգրաված լինի այդ գործում։ Հիմա ավելի մանրամասն բացատրեմ, թե ինչու։ Օրինակ, երեխան կարող է մասնագետի սենյակում անթերի աշխատել, ոչ մի կամակորություն չդրսևորել, բայց միևնույն ժամանակ մասնագետի սենյակից դուրս գալուց հետո կրկին անցնել իր մշտական վարքին։ Այսինքն տանն անել կամակորություն, խանութում պառկել, հատակին գոռգոռալ եւ այլն ու հավաքել հանդիսատես։ Իհարկե հումորով եմ ասում, բայց պատկերացրեք, թե որքան անարդյունավետ կլինի նման աշխատանքը։ Դրա համար շատ կարևոր է, որ մասնագետի աշխատանքը ամրապնդվի ընտանիքում։ Եվ եթե դուք ունեք մտավախություններ, որևէ բան ձեզ անհանգստացնում է կամ չի ստացվում, դուք միշտ կարող եք դիմել մասնագետին, որպեսզի նա փորձի ձեզ ճիշտ ուղղության վրա դնել։ Կա մի կարևոր կետ եւս հարգելի ծնողներ։ Լինում են երբեմն դեպքեր, երբ մասնագետը երեխայի հետ աշխատելուց զատ հրավիրում է նաեւ ձեզ, ու ժամանակ առ ժամանակ դուք իր սենյակում կարող եք աշխատել ձեր երեխայի հետ միասին։ Դա էլ որոշակի դրական արդյունք է տալիս այն դեպքերում, երբ մեզ անհրաժեշտ է լինում, որպեսզի ծնող երեխա հարաբերություններն ամրապնդենք, ներքին ջերմություն առաջացնենք եւ նմանատիպ այլ հարցեր։ Դրա համար միշտ պետք է բաց եւ պատրաստական լինել մասնագետին օգնելու, չէ՞ որ վերջնական արդյունքում ձեր բոլորի նպատակը երեխայի առողջ եւ բարենպաստ կյանք ունենալն է։ Դրա համար, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ է լինել մշտական կապի մեջ եւ այսպես ասած լինել եռյակ դաշինք, մի կողմում ծնողն է, մյուս կողմում երեխան, երրորդ կողմում մասնագետը։ Նման աշխատանքի արդյունքները հնարավորինս ավելի շուտ կլինեն եւ ավելի ակնհայտ կլինեն։ Երբեմն լինում են դեպքեր, երբ մայրիկները ընտանիքի մյուս անդամներից գաղտնի երեխային բերում են մասնագետի մոտ, որովհետև ինչ-ինչ պատճառներով ընտանիքի անդամները չեն ընդունում կամ երեխայի մոտ նկատվող առանձնահատկությունը կամ էլ թերահավատորեն են մոտենում մասնագետին, առանց ճանաչելու մասնագետին, նրա որակավորումն իմանալու կամ առհասարակ այդ ոլորտի հետ կապված որևէ ինֆորմացիա իմանալու։ Դրա համար համացանցում ներկա պահին շատ հաղորդաշարներ ու նաև տեղեկատվական նյութեր կան, որոնք ձեզ նախապես կօգնեն ծանոթանալ, թե ինչպիսի գործառույթ է իրականացնում տվյալ մասնագետը։ Օրինակ, եթե դուք ունեք մտավախություն երեխայի խոսքի զարգացման հետ կապված, դուք կարող եք ընթերցել նյութեր եւ տեսնել, որ հնարավորին ամենակարևոր աջակցությունը կարող է ցուցաբերել լոգոպեդը։ Եվ հետագայում արդեն գտնեք ձեզ համար լավ լոգոպեդի, ով երեխայի հետ միասին ձեր աջակցության միջոցով կկարողանա լավագույն արդյունքներն ապահովել։
Իսկ վերջին կարևոր կետը համբերությունն է եւ ժամանակ տրամադրելը։ Շատ հաճախ, երբ ծնողները մասնագետին են դիմում, անընդհատ ցանկանում են, որ մասնագետը որոշակի ժամանակահատված նշի։ Կարող եք ասել, թե երեխաս վերջապես քանի ամսից կկարողանա խոսել, կամ քանի ամիս դեռ կպահանջվի, որպեսզի իմ երեխայի վախերը կարողանանք հաղթահարել, ու նմանատիպ շատ այլ հարցեր։ Բայց հարգելի հեռուստադիտող, շտապում եմ ձեզ այդ հարցում ինչ-որ չափով հիասթափեցնել, որովհետև ոչ մի մասնագետ չունի կախարդական փայտիկ կամ կախարդական դեղահապ, որի շնորհիվ հնարավոր է վայրկյանական դրական արդյունքների հասնել, եւ դրական արդյունքների հասնելը բնականաբար որոշակի ժամանակ է պահանջում։ Դրա համար պետք է լինել համբերատար եւ զգոն։ Լինում են երբեմն դեպքեր, երբ երեխան մի քանի ամսյա աշխատանքի արդյունքում առանձնապես մեծ ինչ-որ ակնհայտ արդյունք չի գրանցում, բայց մի որոշ ժամանակ հետո հանկարծակի սկսում է օրինակ խոսել, եթե նախկինում խոսքը բացակայում էր եւ այլն։ Այդ ամենն իրենից ներկայացնում է կուտակային էֆեկտ, այսինքն որոշ ժամանակ երեխան իր մեջ կուտակում է այդ գիտելիքները, հմտությունները եւ հետո միանգամից այդ ամենը կարողանում է վերարտադրել։ Դրա համար անհրաժեշտ է համբերատար սպասել, ձեզնից հասանելի ամեն ինչ անել եւ ունենալ դրական ու լավ արդյունքներ։ Ու ամենակարևոր, հարգելի ծնողներ, միշտ հիշեք, որ դուք եւ մասնագետը ոչ թե հակառակորդներ եք, մրցակիցներ, այլ համախոհներ եք, որովհետեւ դուք միասին ցանկանում եք լավ արդյունքներ գրանցել ու երեխայի կյանքն ավելի հետաքրքիր, բովանդակալից եւ առողջ դարձնել։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում, ինչպես միշտ, մենք ձեզ կներկայացնենք զարգացնող հետաքրքիր խաղ, որը կօգնի ընտանիքի անդամների հետ միասին հետաքրքիր ժամանց ունենալ եւ նաեւ զարգացնել շատ հմտություններ։ Հարգելի հեռուստադիտող, ինչպես արդեն ասացի, հաղորդման երկրորդ հատվածում ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր ուսուցողական մի խաղ։ Բայց միջև խաղին անցնելը ձեզ ծանոթացնեմ այսօրվա իմ օգնականի հետ։ Այսօր ինձ հյուր է եկել Հայկը։ Ողջույն Հայկ ջան։ Ողջույն։ Հայկ ջան, կասես մեր հեռուստադիտողին դու քանի տարեկան ես։ 10։ Շատ լավ, իսկ ինչով ես սիրում զբաղվել։ Ես սիրում եմ զբաղվել ըմբշամարտով, ըմբշամարտիկ եմ։ Շատ լավ Հայկ ջան, ապրես շատ։ Ես այսօր քո օգնությամբ ցանկանում եմ հեռուստադիտողին ներկայացնել, թե ինչպես մենք կարող ենք տան պայմաններում զարգացնել երեխաների զգայարանները, երևակայությունը եւ այլն։ Եվ այսպես մենք այստեղ ունենք երկու տարբերակ։ Իրականում այս պարկերն արդեն իսկ պատրաստի վիճակում են եւ կան վաճառքի, բայց դուք կարող եք ինքներդ կարել պարկերը։ Պարկերը գույնզգույն են, որպեսզի երեխաների մոտ զուգահեռաբար զարգացնենք նաև գունային ճանաչողությունը։ Պարկերից յուրաքանչյուրի մեջ կան բացի հատիկեղենը նաև շատ այլ նյութեր, շուտով Հայկի հետ մենք ձեզ կպատմենք այդ մասին։ Բայց եթե դուք չեք ցանկանում գնել կամ չեք կարող կարել, մենք ձեզ առաջարկում ենք այլ ընտրանք։ Սա փուչիկ է, որի մեջ տվյալ պահին մենք լցրել ենք սպիտակաձավար։ Փուչիկի հետ աշխատելու ընթացքում երեխայի նյարդային համակարգը հանգստանում է, երեխան փորձում է պատկերացնել, թե ինչ կա փուչիկի մեջ, ներկայացնում է փուչիկի գույնը եւ այլն։ Այսպիսով, չփչած փուչիկի մեջ ձագարի օգնությամբ դուք կարող եք ավելացնել ցանկացած սննդամթերք, հատիկավոր մթերքներ, օրինակ լոբի, ոսպ, հնդկաձավար եւ այլն։ Հետո ձիգ կապել եւ տալ, որպեսզի երեխան փորձի ու բացատրի, թե իր կարծիքով ինչ կա ներսում։ Բացի այդ, զարգացնում եք նաեւ մանր շարժողականությունը։ Կարող եք նաեւ ավելի մեծ տարբերակներ պատրաստել այս պարկերի, որպեսզի երեխան հետագայում քայլի դրանց վրայով։ Եվ այսպես, այսօր մենք կփորձենք Հայկի հետ բացահայտել, թե մեր պարկերի մեջ ինչ է գտնվում։ Տեսեք, ամեն անգամ, երբ երեխան իր ձեռքն է վերցնում պարկը եւ փորձում է շոշափելով հասկանալ, թե ինչ կա ներսում, նա զարգացնում է իր շոշափելիքի զգայարանը, երևակայությունը, իսկ եթե մոտեցնում է ականջին եւ շարժելու միջոցով լսում է ձայնը, զարգացնում է նաեւ լսողության զգայարանը։ Եվ այսպես ես հիմա պետք է խնդրեմ, որպեսզի մեր Հայկը փորձի գուշակել, թե կանաչ պարկի մեջ ինչ կա։ Խնդրեմ Հայկ ջան։ Բամբակ։ Այո։ Հաճելի էր բամբակի զգացողությունը։ Այո։
Լավ, ավելի փոքր տարիքում գտնվող երեխաներից դուք կարող եք նաև ճշտել, թե ինչ գույն ուներ մեր պարկը, ու երբ որ երեխան կասի, որ պարկը կանաչ էր, կարող եք հարցնել, թե ուրիշ ինչ գիտի, որ լինում է կանաչ գույնով, օրինակ խոտը, տերևը եւ այլն։ Անցնենք հաջորդ պարկին։ Ընտրիր, խնդրում եմ, այն գույնը, որը որ քեզ ամենաշատն է դուր գալիս։ Շատ լավ։ Կարող ես այսպես փորձել ականջիդ մոտեցնել ձայնի միջոցով ու նաև շոշափելու միջոցով փորձել գուշակել, թե ինչ կա ներսում։ Կարող ես նշել, օրինակ, փափուկ է, ավելի կոշտ է, Արտաքին տեսքով է։ երբ որ շոշափում ես, ինչպիսի զգացողություն է։ Պարկի ներսում ինչ որ փափուկ բան է, թե ավելի կոշտ է։ Կոշտ։ Լավ, իսկ հատիկա որ է, փոքրիկ է, թե ավելի մեծ է։ Ավելի մեծ է։ Լավ, քեզ հուշեմ, այս պարկերում, բացի կանաչ գույնից, ինչպես դու արդեն ասացիր, բացի բամբակից, մնացած բոլորը հատիկեղեն են, եւ դրանից մայրիկներն ու տատիկները շատ համեղ ուտելիքներ են պատրաստում։ Սրանից կարող են պատրաստել ապուր։ Տանջեմ Հայկին ու միանգամից ասեմ, որ մեր պարկի ներսում մակարոն էր։ Ուղղակի այդ մակարոնը պարուրաձև էր իրականում։ Դրա համար Հայկը դժվարացավ գուշակել։ Առաջարկում եմ փորձես այս պարկը։ Լոբի։ Այո, իսկ դու սիրում ես լոբի։ Այո։ Լավ։ Մի հատ էլ արի փորձենք սա։ Հնդկադավար։ Ոչ։ Օրինակ, կարող ես ինձ ասել, թե երկրաչափական որ պատկերին է նման այդ հատիկեղենը։ Շորժան։ Այո, կլոր է։ Ապուր են պատրաստում, աղցանի մեջ են օգտագործում, կանաչ եթե լինում է, հիմնական աղցանի մեջ են օգտագործում։ Մայրիկները շատ են պատրաստում մայրաքաղաքային աղցան, հատկապես նոր տարում։ Ոլորներ իրականում, մեր դեպքում ոչ թե կանաչ էր, այլ 4 տարբերակներ ոլորի, իսկ ոլորի ձայնը կամ ոլորի գուշակելու ընթացքը քեզ դուր եկավ։ Այո։ Շատ լավ։ Հավանեցիր մեր զգայական պարկերը։ Այո, շատ։ Շատ ուրախ եմ։ Դու տանը կարող ես փորձել նաև փուչիկներով պատրաստել, օգտագործելով գունավոր փուչիկները եւ ձեր խոհանոցում եղած հատիկեղենը։ Հարգելի հատկապես մայրիկներ ու տատիկներ, խնդրում եմ խրախուսեք երեխաներին իրենց նախաձեռնության մեջ։ Եթե երեխան որոշել է նոր խաղեր ստեղծել եւ դրա համար իրեն անհրաժեշտ կլինի ուղղակի մի փոքր բրինձ, հնդկածավար, ոսպ կամ ցանկացած այլ հատիկեղեն, փորձեք իրեն աջակցել այդ հարցում, որովհետեւ ավելի լավ է երեխան նոր իմացական ոլորտը զարգացնող հետաքրքիր խաղեր պատրաստի, քան այդ ժամանակը անցկացնի հեռախոսային համակարգչային խաղեր խաղալիս։ Հայկ ջան, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ էիր ու ինձ օգնեցիր։ Իսկ ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը եւ Հայկը։ Կհանդիպենք։